Սեպտեմբերի 17-ին ML Mining ընկերության հիմնադիր եւ խորհրդի նախագահ Դավիթ Սուքիասյանը հերթական շրջայցն է իրականացրել ընկերության կարևորագույն արտադրական օբյեկտներ։ Այս անգամ Կանգառը, Կարապիձորի բազալտի եւ լիթոիդային պեմզայի հանքավայրն ու Արզնի համայնքում գործող բետոնե սալիկների գործարանն էր։ Նուրնուզ բնակավայրում գտնվող այս հսկայական հանքավայրի շահագործման ստանձնումից ի վեր իրականացվել են խոշորամասշտաբ ներդրումներ, այդ թվում ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած ներդրումային նախագծերի շրջանակում, ստեղծվել բազմաթիվ աշխատատեղեր։ Հանքավայրի տարածքում գործարկված են նորագույն տեխնոլոգիաներով աշխատող 3 քարջարդիչ տեսակավորող կայաններ։ Լիթոիդային պեմզան լայնորեն կիրառվում է բետոնե միջնապատերի, եզրաքարերի, հատուկ կատեգորիայի բետոնի արտադրության, ինչպես նաև պատերի շարերի մեջ։ Հանքավայրից արդյունահանվող բազալտե խճաքարը ապահովում է ընկերության կողմից արտադրվող բետոնի բարձր որակն ու հուսալիությունը։ Հատկանշական է, որ հանքավայրի շահագործումը մեծ արժեշղթայի սկզբնական փուլն է, որից մեծապես կախված է ընկերության այլ արտադրական գործընթացների և շինարարական գործունեության արդյունավետությունը։ Արտադրանքի զգալի մասը անմիջապես տեղափոխվում է ընկերության բետոնահանգույցներ և Արզնի համայնքում գտնվող բետոնե սալերի գործարան, որտեղ տարեկան 3 միլիոն միավորից ավելի արտադրանք է թողարկվում, որը մեծապես օգտագործվում է ընկերության շինարարության հրապարակներում։ Արզնի համայնքում տեղակայված այս արտադրական օբյեկտում գործարկված է բլոկի արտադրության 2 գերժամանակակից գործարան։ Հատկանշական է, որ գործարանները հիմնադրվել են ՀՀ կառավարության տնտեսության արդիականացման միջոցառումների շրջանակում, ինչը բերել է արտադրության նոր որակական ստանդարտի և ստեղծել տասնյակ աշխատատեղեր։